Դուբայի անշարժույթի շուկան կտուժի առաջինը, վերջի շրջանում ամենահաճախ լսող կարծիքը։ Իսկ ես բացատրեմ, ինչ տեղի կունենա իրականում։ Ցանկացած շուկա իսկապես անցնում է ցիկլերով եւ անընդհատ աճ պարզապես չի լինում։ Եվ երբեմն շուկայում պետք է տեղի ունենա ստաբիլիզացիա։ Բայց կա շատ կարևոր մեկ հարց. ինչն է ֆունդամենտալ տեսանկյունից փոխվել Դուբայում։ Պատասխանն է՝ ոչինչ։ Դուբայը շարունակում է լինել այն եզակի վայրերից մեկը աշխարհում, որտեղ մարդիկ ցանկացել, ցանկանում են եւ կցանկանան տեղափոխվել աշխատելու, ապրելու եւ ներդրումներ կատարելու համար։ Ստեղծված իրավիճակին, եթե դիտենք ներդրողի տեսանկյունից, կարող ենք հակառակ մի պատկեր տեսնել։ Կառուցապատողները սկսելու են ավելի քիչ նախագծեր ներկայացնել շուկայում, ինչը կնշանակի, որ առաջարկը լինելու է սահմանափակ։ Երբ իրավիճակը կայունանա, իսկ պահանջարկը վերադառնա, կստեղծվի մեկ շատ պարզ իրավիճակ։ Պահանջարկը կլինի ավելի մեծ, քան առաջարկը, ինչը գների բարձրացման կայուն գործոն կհանդիսանա։ Դուբայի պատմությունը մեկ բան է ցույց տալիս. այս քաղաքը բազմիցս ապացուցել է, որ կարողանում է ցանկացած ճգնաժամ վերածել նոր հնարավորության։